Իսպանիայում կեցության քարտ, այսինքն լրիվ օրինական բնակություն, ովքեր կարող են ստանալ։ Այս հարցը շատերին է հետաքրքրում եւ ես այսօր կխոսեմ հենց այդ հարցի մասին։ Տեսեք, մենք ամենաառաջինը պետք է հասկանանք, թե ովքեր իրավունք ունեն ստանալու Իսպանիայում կեցության քարտ, ինչպես կարելի է դա ստանալ, վերջապես ինչ է տալիս Իսպանիայի կեցության քարտը այն անձին, ով որ ցանկանում է ձեռք բերել։ Գոյություն ունի երկու կեցության քարտի տարբերակ։ Մեկը կոչվում է Digital Nomad Visa, որը որ տրվում է սկզբնական 3 տարի բնակության համար, այնուհետև դու կարող ես այն երկարաձգել ընդմիշտ բնակություն հաստատելու համար, եւ երկրորդ տարբերակը, երբ որ քո փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, դու ունես հստակ կայուն եկամուտ, անշարժ գույք Իսպանիայում, հաշվեհամարներ եւ ապահովագրություն։ Սա տրվում է սկզբնականում 1 տարվա համար, հետագայում երկարաձգելու 3 տարի դարձնելու եւ այնուհետև ամբողջական բնակություն հաստատելու համար։ Սկսենք երկրորդ տարբերակից։ Վերցնենք ձեր փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է։ Դուք չունեք ոչ մի խախտումներ, չունեք դատվածություն, ունեք ստաբիլ եկամուտ, ամիսը 2500 եվրո եւ ավել։ Ձեր բանկային պատմության հետ ամեն ինչ նորմալ է։ Ապա այս դեպքում ամենաառաջին եւ գլխավոր քայլը դա Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելն է, այսինքն բնակարան գնելը։ Դրանից հետո բժշկական ապահովագրություն 1 տարով բացելը, ապա հետագայում արդեն իսպանական բանկերից մեկում հաշվեհամար ունենալը եւ այս բոլոր գործողությունները կատարել հենց իսպանական բանկի հաշվեհամարի միջոցով։ Սա բերում է Իսպանիայում կացության քարտի խնդրի 85% լուծում։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում Digital Nomad Visa կեցության քարտը։ Սա հատուկ տրվում է այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են ինտերնետով, on-line, այսինքն դու կարող ես ապրել Իսպանիայում, բայց աշխատես այլ երկրների ընկերությունների հետ եւ քո եկամուտը պարտադիր պետք է լինի դրսի ընկերություններից։ Այս կեցության քարտը հիմնականում նախատեսված է ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար, Հայաստան, Վրաստան եւ այլն, եւ հատուկ նախատեսված է միմիայն ծրագրավորողների, մարքետոլոգների, ֆրիլանսերների եւ դիզայներների համար։ Այս մարդիկ նույնպես պետք է ունենան ամսական ստաբիլ 2400 եվրո եւ ավել եկամուտ, եկամուտը պարտադիր պետք է լինի դրսի ընկերություններից, թղթաբանությունը պետք է լինի բացարձակ նորմալ, չպետք է ունենա դատվածություն եւ ամենակարևորը այս կեցության քարտը տրվում է միանգամից 3 տարով։ Այս երկու կացության քարտի տարբերակներով դիմող անձիկ կացության քարտը ստանում են ոչ միայն իրենց անձի համար, այլ ամբողջ ընտանիքի համար։ Գնեք բնակարաններ Իսպանիայում Spor Real Estate-ի միջոցով եւ դա ձեր կյանքի ամենալավագույն որոշումներից մեկը կլինի։